Վաշինգտոնը գնում է միլիարդների հետքերով, J.D. Vance-ը հայտարարում է խարդախները տարիներով գողացել են բյուջեն, ձգեք ձեր գոտիները, մենք գալիս ենք։ Վաշինգտոն նահանգում քիմիական պայթյունը գործարանը վերածել է աղետի գոտու, փրկարարները դեռևս որոնումներ են անում, իսկ մարդիկ սպասում են ամենածանր պատասխաններին։ Garden Grove-ում բաքը դեռ նյարդերի վրա է խաղում, մեծ պայթյունի վտանգը անցել է, բայց հազարավոր մարդիկ տուն չեն կարողանում վերադառնալ։ Միացյալ Նահանգների Իրան բանակցություններում ամեն բառի համար առանձին պատերազմ է գնում, մի ձեռքով բանակցում են, մյուսով հարվածներ հասցնում։ Լիբանանում մարդիկ կրկին փախչում են ռումբերից, Բեյրութի գիշերներն ավելի շատ հիշեցնում են պատերազմական ֆիլմ կամ մայրաքաղաքի առօրյա։ Դոնալդ Թրամփը հերթական բուժ զննումից հետո ասում է ամեն ինչ կատարյալ է։ Ամերիկյան քաղաքականությունում կարծես նույնիսկ բժշկական ստուգումներն են դառնում նախընտրական շոու։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ ԱՄՆ գլխավոր լուրերի ցուցադրման հովանավորն է Վիվալդի Քեթրինգը։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես աջակցում են։ Այդ աջակցության մեջ մտնում է եւ պարզապես դիտելը մեզ, եւ բաժանորդագրվելը, եւ նյութերը հավանելը։ Այնպես որ ձեր շնորհիվ է, որ մեզ հնարավորություն է ընձեռվում ավելի լայն լսարանի հասանելի դառնանք։ Սկսենք օրվա լուրերը ու սկսենք խարդախությունից կամ ավելի կոնկրետ հակախարդախությունից։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի գլխավորությամբ Վաշինգտոնում մեկնարկել է լայնածավալ հակախարդախության նոր արշավ, որի թիրախում է Medicaid-ը, ուսանողական օգնության ծրագրերը, փոքր բիզնեսի վարկերը եւ սոցիալական այլ պետական ծրագրերը։ Պաշտոնյաների խոսքով վերջին 2 ամիսների ընթացքում բացահայտվել են միլիարդավոր դոլարների խարդախություններ։ Փոխնախագահ Vance-ը հայտարարել է, որ ավելի քան $22 միլիարդ կեղծ փոքր բիզնեսի վարկեր վերադարձվել են գանձապետարան, կասեցվել է $1.3 միլիարդ կասկածելի Medicaid փոխանցում, հատկապես Կալիֆոռնիայից հայտնաբերվել է $6.3 միլիարդ կասկածելի պետական պայմանագրեր եւ կանխվել է $60 միլիոն ուսանողական օգնության խարդախություն։ Վենսի խոսքով խարդախությունները ոչ միայն վնասում են հարկատուներին, այլ նաեւ մարդկանց, ովքեր իրականում կախված են այդ ծրագրերից՝ տարեցներ, հիվանդներ, ուսանողներ եւ փոքր բիզնեսներ։ ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Ֆերգյուսոնը նշել է, որ ամերիկյան հասարակությունում վստահության համակարգը փլուզվում է եւ բազմաթիվ մարդիկ ու կազմակերպություններ օգտագործում են կառավարության վստահությունը հարստանալու համար։ Նրա խոսքով խարդախության դեմ պայքարում այժմ օգտագործվում են նաեւ արհեստական բանականության համակարգեր կասկածելի գործարքները ավտոմատ հայտնաբերելու համար։ Սպիտակ տան ներգաղթի եւ անվտանգության հարցերով խորհրդական Ստիվեն Միլլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող էր նույնիսկ հավասարակշռել դաշնային բյուջեն, եթե պետական գումարները բաժին հասնեին միայն օրինական իրավունք ունեցողների։ Արտարադատության նախարարության նորաստեղծ ազգային խարդախության դեմ պայքարի բաժնի ղեկավար Քոլին Մակդոնալդը հայտարարել է, որ ընդամենը 50 օրում արդեն արձանագրվել է 450 խոշոր խարդախության դեպք ամբողջ երկրում։ Նրա խոսքով քննություններ են ընթանում Մինեսոտայում Medicaid-ի խարդախ սխեմաների, Արիզոնայում $650 միլիոն Sober Homes ծրագրի, Կալիֆոռնիայում $270 միլիոն Medicaid խարդախության գործով։ Պաշտոնյաները նաև զգուշացրել են, որ խարդախությունների հետևանքով որոշ սոցիալական ծրագրեր արդեն հայտնվել են փակման վտանգի տակ, որպես օրինակ նշվել է Մինեսոտայի անօթևանների ծրագիրը, որը ըստ կառավարության այնքան էր լցվել խարդախություններով, որ դարձել էր անկառավարելի։ Վաշինգտոն նահանգում թղթի եւ փաթեթավորման գործանում տեղի ունեցած հզոր պայթյունը մի քանի մարդու կյանք է խլել։ Դեպքը տեղի ունեցել երեքշաբթի այսօր առավոտյան Լոնգվյու քաղաքում։ Քիմիական նյութերով լցված հսկայական տարա է պայթել։ Տեղական իշխանություններն ու ընկերությունները համատեղ հայտարարությամբ հաստատել են, որ պայթյունի հետևանքով կան զոհեր եւ բազմաթիվ ծանր վիրավորներ, սակայն զոհերի ճշգրիտ թիվը դեռևս չի հրապարակվում։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մայք Գորչուխը դեպքի վայրը բնութագրել է որպես զանգվածային զոհերով աղետի գոտի։
Տասնյակ հրշեջներ, շտապօգնության խմբեր, քիմիական վտանգների մասնագետներ են ժամանել գործարան։ Գործարանը, որտեղ աշխատում է մոտ 1000 մարդ, արտադրում է թղթե եւ փաթեթավորման նյութեր, բաժակներից ու ափսեներից մինչև տուփեր ու տպագրական թուղթ։ Նյութը խիստ քայքայիչ է եւ հիմնականում բաղկացած է սոդայի հիդրոքսիդ եւ սոդայի սուլֆիդ քիմիական միացություններից։ Պայթյունից հետո վտանգավոր նյութը արտահոսել է ջրահեռացման խողովակներ, ինչից հետո շրջակա միջավայրի մասնագետները սկսել են տարածքի ստուգումները։ Պայթյունի պատճառները դեռևս անհայտ են։ Գարդեն գրովում գտնվող վտանգավոր քիմիական բաքի շուրջ իրավիճակը մասամբ կայունացել է, սակայն 50,000 տարհանված բնակիչներից 16,000-ը դեռևս շարունակում է ապաստարաններում մնալ։ Օրինջ քաունթիի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ աղետալի հզոր պայթյունի վտանգը վերացված է, սակայն մասնագետները դեռևս վերահսկում են տարածքը փոքր պայթյունի կամ նոր քիմիական արտահոսքի հավանականության պատճառով։ Դեպքը սկսվել էր 5-շաբթի, երբ բաքը գերտաքացել էր եւ սկսել էր արտանետել վտանգավոր գոլորշիներ։ Հրշեջների խոսքով բակի վրա առաջացած ճեղքը նվազեցրել է ճնշումը եւ թույլ տվել, որ ջերմաստիճանը իջնի, կանխելով պայթյունը։ Պաշտոնյաները հայտնել են, որ բակի ջերմաստիճանն այժմ պահվում է մոտ 92 աստիճանի սահմաններում ըստ Ֆարենհայթի, ինչը համարվում է վերահսկվող վիճակ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնությունը կարող է եւս մի քանի օր պահանջել, նվազեցնելով այսպիսով արագ խաղաղության շուրջ սպասումները։ Լրագրողների հետ զրույցում Ռուբիոն նշել է, որ բանակցություններում նույնիսկ բառերի եւ նախադասությունների շուրջ տարաձայնությունները կարող են երկար քննարկումների պատճառ դառնալ։ Ռուբիոն նաեւ ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա, հայտարարելով, որ դրա փակումը անօրինական է եւ անընդունելի համաշխարհային տնտեսության համար։ Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ նաեւ, որ Միացյալ Նահանգները նոր ռազմական հարվածներ է հասցրել Իրանի հարավային հատվածում, դրանք անվանելով պաշտպանական գործողություններ ամերիկյան զորքերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը նոր հակաօդային պաշտպանության համակարգով խոցել է թշնամական Սթիլ տանոթաչու սարք։ Իրանի արտգործնախարարն ու գլխավոր բանակցողը հիմա գտնվում են Դոհայում, որտեղ շարունակվում են ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Քննարկվում է նաև ծրագիր, ըստ որի Հորմուզի նեղուցը կարող է ամբողջությամբ վերաբացվել համաձայնությունից մոտ 30 օր անց։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ բանակցությունները լավ ընթացքի մեջ են, սակայն զգուշացրել էր, կամ կլինի մեծ համաձայնություն բոլորի համար, կամ ընդհանրապես համաձայնություն չի լինի։ Տեղեկությունների համաձայն քննարկվում է 14 կետից բաղկացած հուշագիր, որը կարող է ժամանակավորապես կանգնեցնել պատերազմը եւ ստեղծել 60-օրյա պատուհան վերջնական համաձայնագիր մշակելու համար։ Իրանցի պաշտոնյաները նշում են, որ նախնական փաստաթուղթը կենտրոնացած է պատերազմի դադարեցման վրա եւ դեռևս չի ներառում հստակ պարտավորություններ միջուկային ծրագրի վերաբերյալ։ Եթե կողմերը հասնեն նախնական համաձայնության, ապա այն պետք է հաստատվի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի եւ վերջնականապես երկրի գերագույն առաջնորդի կողմից։ Դրանից հետո 60-օրյա բանակցային փուլում կողմերը կփորձեն լուծել ամենաբարդ հարցերը, հատկապես միջուկային վեճը։ Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ Իրանը ձգտում է ստեղծել միջուկային զենք, մինչդեռ Թեհրանը տարիներ շարունակ հերքում է այդ մեղադրանքները, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի եւ նախատեսված է էներգիա արտադրելու համար։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը, որը տարիներ տևած բանակցությունների արդյունք էր, 3 տարի անց չեղարկվեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Իրանի մասով էլ շարունակենք, բայց կիսամարզական թեմա է։ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում բնակվելու է Մեքսիկայում եւ այնտեղից է գալու Միացյալ Նահանգներ խաղերի մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, նշելով, որ Միացյալ Նահանգները չի ցանկացել, որպեսզի Իրանի հավաքականը ամբողջ մրցաշարի ընթացքում մնա ամերիկյան տարածքում։ Իրանը խմբային փուլի 3 հանդիպում է անցկացնելու Միացյալ Նահանգներում, 2-ը Լոս Անջելեսում, 1-ը Սիեթլում, սակայն թիմը գիշերելու է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում, ԱՄՆ սահմանին մոտ։ Մեքսիկայի նախագահը նշել է, որ ամերիկյան կողմն է դիմել իրենց, հարցնելով արդյոք Իրանի հավաքականը կարող է մնալ Մեքսիկայում, ինչին իրենք պատասխանել են ոչ մի խնդիր։ Սպիտակ տունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չեն տվել այս տեղեկությունների վերաբերյալ։ Մեկ այլ ծանրացած թեմա մերձավոր արևելքից Լիբանանում իրավիճակը կրկին սրվում է։ Բեյրութի հարավային արվարձանների բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները վախենալով Իսրայելի նոր ավիահարվածներից։ Տասնյակ ընտանիքներ գիշերը տեղափոխվել են Բեյրութի ծովափնյա հատվածներ, որտեղ արդեն իսկ տեղակայված են ժամանակավոր վրաններում ապրող տեղահանված մարդիկ։ Իսրայելը Բեյրութի հարավային շրջանները համարում է Հեզբոլայի գլխավոր հենակետերից մեկը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը կուժեղացնի հարվածները Իրանի աջակցությունը ստացող Հեզբոլա խմբավորման դեմ։ Դրանից կարճ ժամանակ անց Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանի արևելյան Բեկա հովտում եւ այլ շրջաններում գտնվող Հեզբոլայի ենթակառուցվածքների։
Այսօր երեքշաբթի Իսրայելի զինված ուժերը նաև նախազգուշացրել են հարավային Նաբատիե քաղաքի բնակիչներին կոչ անելով լքել տարածքը հնարավոր օդային հարվածներից առաջ։ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, թե Հեզբոլլահը անտեսել է Իսրայելի ուղղությամբ կրակը դադարեցնելու կոչերը։ Հեզբոլլահը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել։ Չնայած ապրիլի 16-ին հաստատված հրադադարին Իսրայելն ու Հեզբոլլահը շարունակում են փոխադարձ հարվածները։ Այդ հրադադարը նախատեսված էր դադարեցնելու ԱՄՆ-Իսրայել համատեղ պատերազմի հետևանքով տարածաշրջանում սկսված բախումները։ Իրանը նույնպես պահանջում է դադարեցնել Իսրայելի հարվածները Լիբանանում որպես Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պայման։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է նախազգուշացում հղել աշխարհին հայտարարելով, որ միջազգային համակարգը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը գտնվում են աննախադեպ ճնշման տակ։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Անտոնիո Գուտերեշը նշել է, որ աշխարհը կանգնած է խոշոր 7 սպառնալիքների առաջ, որոնք վտանգում են գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը։ Նրա խոսքով թուլանում է միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, խորանում են աշխարհաքաղաքական բաժանումները, աճում են պատերազմներն ու արտաքին միջամտությունները, արագանում է սպառազինությունների մրցավազքը, մարդու իրավունքները լայնամասշտաբ հարձակման տակ են, խորանում են տնտեսական անհավասարությունները եւ կլիմայական ճգնաժամը դառնում են նոր անկայունությունների պատճառ։ Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում այժմ ամենաշատ հակամարտություններն են ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր։ Նա հատուկ անդրադարձել է Ուկրաինայի պատերազմի մտահոգություն հայտնելով Ռուսաստանի հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են ուկրաինական ռազմական օբյեկտների եւ հրամանատարական կենտրոնների դեմ նոր հարվածներին։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրավիճակը շարունակում է սրվել նաեւ Մերձավոր Արևելքում, նշելով Իսրայելի գործողությունների ընդլայնումը Լիբանանում, Գազայում հրադադարի շարունակական խախտումները եւ ԱՄՆ-Իրան բանակցությունների անորոշ ընթացքը։ Գուտերեշը նաև զգուշացրել է, որ արհեստական բանականության եւ ինքնավար զենքերի զարգացումը տեղի է ունենում ավելի արագ, քան աշխարհը կարողանում է վերահսկող մեխանիզմներ ստեղծել։ Նա կոչ է արել ուժեղացնել բազմակողմ համագործակցությունը, վերականգնել վստահությունը միջազգային համակարգի նկատմամբ եւ բարեփոխել անվտանգության խորհուրդը, ընդգծելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրականությունը այլևս չի համապատասխանում 1945 թվականի կառուցվածքին։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը դատապարտել է Ռուսաստանի վերջին լայնածավալ հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դեմ, դրանք անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Մելնիկը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ 49 երկրի եւ Եվրամիության անունից։ Նրա խոսքով մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ռուսաստանը իրականացրել է պատերազմի ամենալայնածավալ համակցված հարձակումներից մեկը, կիրառելով հարյուրավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ Կիևի համար սա եղել է մինչև օրս ամենածանր հարձակումներից մեկը։ Երկրի բազմաթիվ շրջաններ նույնպես լրջորեն տուժել են։ Նա հայտարարել է, որ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել ամբողջ Ուկրաինայում։ Մելնիկի խոսքով Ռուսաստանը հավանաբար Բիլա-Ցերկվա քաղաքի վրա կիրառել է օրեշնիկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որը նախատեսված է միջուկային մարտագլխիկներ կրելու համար։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ նման հրթիռների օգտագործումը անընդունելի էսկալացիա է։ Ուկրաինան եւ հայտարարությանը միացած երկրները կոչ են արել անհապաղ եւ անվերապահ հրադադար հաստատել, ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել ապօրինի պահվող անձանց եւ վերադարձնել բռնի տեղահանված խաղաղ բնակիչների եւ հազարավոր ուկրաինացի երեխաների։ Մելնիկն ընդգծել է, որ Ուկրաինան աջակցում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների եւ մյուս գործընկերների խաղարարար ջանքերին, նպատակ ունենալով հասնել արդար եւ երկարատև խաղաղության Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Գլենդելում քաղաքային ընտրություններին ընդառաջ քաղաքական մթնոլորտը շարունակում է թեժանալ։ Քաղաքային խորհրդի տեխնացուները ակտիվ հանդիպումներ են անցկացնում բնակիչների հետ, խոսելով անվտանգության, քաղաքի զարգացման, բիզնեսների եւ համայնքային խնդիրների մասին։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է քաղաքային խորհրդի տեխնացու Ռոնի Ղարիբյանը, որը վստահեցնում է, որ իր փորձը եւ տարիների աշխատանքը կարող են նոր ուղղություն տալ Գլենդելին։ Ընդամենը մեկ շաբաթից հունիսի 2-ին Գլենդելում սպասվում են ընտրություններ, որտեղ նաև որոշվելու է քաղաքային խորհրդի նոր կազմը։ 3 թափուր տեղի համար պայքարի մեջ է 10-ից ավելի տեխնացու։ Ընտրողները կարող են նշել մինչև 3 տեխնացուի, միայն մեկին, 2-ին կամ 3 ցանկալի տեխնացուի, բայց ոչ ավելին։ Առաջադրված տեխնացուներից մեկը Ռոնի Ղարիբյանն է, Գլենդելում երկար տարիներ բնակվող բիզնես ոլորտում գործունեություն ծավալած եւ համայնքային նախաձեռնություններում ներգրաված գործիչ։ Երբ որ փորձալու անձնավորություն է խորհրդի անդամը, ես օրինակ իմ բիզնեսն եմ ունեցել 34 տարի, այսինքն ունեցել եմ օրեր եւ ամիսներ, որ մտահոգություն եմ ունեցել, եկամուտ գործելը լավ չի ելել եւ այդ պատրաստությունը, այդ փորձառությունը բերել եմ։ Ընտանիքս տեր եմ, 2 երեխա ունեմ, ուրեմն մտահոգ եմ ընտանիք բազմելու ապահովության կողմից։ Մայր ունեմ 93 տարեկան, ուրեմն տարեց ունեմ, իմանում եմ իրաց մտահոգությունները։ Ելել եմ տարիներու եկեղեցի խորհրդի անդամ, ելել եմ տարիներու ուրիշ հայդատի անդամ եւ այլն եւ այլն։
այդ փորձառությունը, որ բերում եմ, նամանավան իմ բիզնեսային փորձառությունը, ֆինանսավորման փորձառությունը, ֆինանսել բերելով, այդ բոլոր փորձառությունները կազմում են մեկ անձի խորհրդի տեխնոլոգիական էությունը, որ ինչ ես կարող բերես ամենին հասկանալով։ Քաղաքական արշավում Ռոնի Ղարիբյանը հիմնական շեշտադրումները դնում է հանրային անվտանգության, ֆինանսական պատասխանատվության, քաղաքի վերահսկվող զարգացման, փոքր բիզնեսների աջակցության եւ բնակիչների կյանքի որակի պահպանման վրա։ Ապահովությունը ինչքան կարևոր է մանավանդ բնակիչի համար, որ քաղաքում որ ապրում ես, ուզում իմանաս միտքդ հանգիստ, որ քշերը տուն ես էթում, ապահով ես, երեխաները դուրս են գալի դպրոցի ճանապարհին, ապահով են, այդ ապահովությունը Աստված ոչ արած դեպք կա պատահում, կատված կա 911 ես շտապ օգնություն կա ժողովուրդ հասնելու են քեզի եւ ինչպես։ Դա ամենամեծ կարևորներից է մանավանդ մեր հայերի համար, մանավանդ մեր տարեց հայերի համար, կամ հայեր, որ նոր գաղթած են դեր լեզուի խնդիրներ ունեն, այդ բոլորն էլ պետք է նկատի առնենք, ամեն ինչ դոլարով չի վերջանում անշուշտ։ Շատ բնակիչներ էլ մտահոգված են բնակարանների թանկացմամբ, երթևեկության ծանրաբեռնվածությամբ եւ այն հարցով, թե արդյոք Գլենդելը կարող է պահպանել իր համայնքային մթնոլորտը այս արագ փոփոխությունների պայմաններում։ Ճիշտ մեկ շաբաթ, երկու շաբաթ առաջ Գլենդելի ես ոստիկանության խորհրդի անդամներից մեկն եմ եւ ունեցանք նոր դրոնները, որ առանց մարդկանց կարող է բոլոր fire station-ները, հրշեջների կայարանները ամեն 4 մայլի վրա մի հատ կա, ամեն 4 բլոկի վրա եւ այդտենց ռուֆի տանիքի վրա այդ դրոնները կա։ Երբ որ 911-ը հեռաձայնում, այդ անձը որ հեռաձայնը պատասխանում է, նախքան Պոլիսին ասի գնա այստեղը, արդեն դրոնը ճանապարհվել է այդ ճանապարհին, իմանալով որ դա այդ հասցեն։ Եվ նայող կա, այսինքն մինչև մեքենան հասնելը դրոնով արդեն նայում են ով որտեղ ինչ է կատարվում, այդ բոլոր աշկը կա, նոր է։ Եվ Գլենդել առաջիններից մեկն է ունի, ինչու որտեղ նյութական զորավոր ենք կարողանում ենք ունենալ։ Երկրորդ ապահովություններից նորեն հայերի մասի, որտեղ հայկական ժամը ապարատները կա, որ պոլիսները դոշերիա վիդեո անում, նոր այսել երկու շաբաթվա, որ 50 լեզվով թարգմանում է։ Այս ընտրությունները շատերի համար դարձել են ոչ միայն տեխնացուների միջև պայքար, այլ նաև հարց, ինչպիսի Գլենդել ենք ուզում տեսնել առաջիկա տարիներին։ Թե ում կվստահեն Գլենդելի բնակիչները քաղաքային խորհրդում, պարզ կլինի հունիսի 2-ին կայանալիք ընտրություններից հետո։ Եվ օրվա վերջին լուրը այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հերթական բժշկական զննումն է անցել 79-ամյա նախագահը 3 ժամից ավելին անցկացրել է Վոլտերի ազգային ռազմական բժշկական կենտրոնում անցնելով կանխարգելիչ բժշկական եւ ատամնաբուժական ստուգումներ։ Սոցցանցերում հրապարակած գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ իր 6-ամսյա ֆիզիկական ստուգումը անցել է կատարյալ արդյունքներով։ Թրամփը հաջորդ ամիս դառնում է 80 տարեկան եւ արդեն համարվում է Միացյալ Նահանգների պատմության ամենատարեց ընտրված նախագահը։ Այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք, ցտեսություն։